Ադրբեջանի հետ այս պայմաններով խաղաղության պայմանագրի մասին չեն ուզում Երևանում լսել քաղաքացիները։ Ես դեմ եմ, всё։ Ինչ խաղաղություն են մարդկանց հետ, որ հային անընդհատ հայ արյուն են ուզում։ Սխալ քայլ էր անում։ Դա նշանակում է ամբողջ հիշողությունը մարդկանց վերացնել։ Այսինքն այն խոշտանգումները, որը իրականացրել են մեր զինվորների խաղաղ բնակչության հետ, մեր կանանց հետ, երեխաների հետ, ուրեմն այդ ամեն ինչը մեր հիշողությունից ջնջենք ու մոռանանք այդ ամեն ինչը, ինչ որ տեղի է ունեցել։ Մոռանալ ու հիշողությունից ջնջել Հայաստանի գործող իշխանությունն առաջարկում է միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերը։ Փաշինյանին դավաճան են համարում քաղաքացիները։ Հայտարարությունը այդ մասին խոսելու ուղղակի, չգիտեմ, այդ ինչա, մարդու ուղեղի մեջ չի տեղավորվում, առնվազն դավաճանությունը ամենակիչը։ Այս բոլոր քայլերը անհայրենասեր մարդու քայլեր է։ Թուրքի հետ ինչ բարեկամություն։ Մի թուրքը մեր ղեկավարությունն է, ինչի մասն է խոսքը։ Նալոգների հաշվին թուրքերին կանչել է, վաղը մեր հաշվին թուրքերը այստեղ են ապրելու, հա։ Երևանում քաղաքացիները խաղաղության պայմանագրում թաքնված մեծ վտանգներ են տեսնում։ Այս միջանցքը այդ նույն Լաչինի միջանցքն է դառնալու։ Մի օր էսա մի տեղից կմտնենք կփակեն, մի օր մի տեղից կմտնենք կփակեն ու նորից մեր ժողովուրդը կլինի նույն բլոկադայի մեջ։ Հին Հռոմից ասում է «Разделяй и властвуй»։ Հիմա մենք այդ օրին ենք։ Իսկ Հայաստանը մնալու է մի կտոր տեղը։ Վերջում էլ հարցը, արդյոք կմնա թե նորից էլի Ադրբեջանը Կասորեստան։ Հա, կդառնա Կասորեստան։ Որ ամբողջ թուրք ժողովուրդը, թուրք ազգը, չգիտեմ ինչպես նրանց բնութակ լցվելու ամբողջ Հայաստանով մեկ։ Մի օր մեկի տունն են մտնելու սպանեն, մի օր մեկին են խոշտանգելու։ Հայլուրի հարցախույզին մասնակցած արցախցիները Արցախի էթնիկ զտումը մոռացած Հայաստանի ղեկավարության հիշողությունն են թարմացնում։ Թուրքիայի վերևը տներին նստած են եղել։ Սուտա։ Բա ինչ է, այս մարդու տղան զոհվել է հենց այդ օրը, ամսի 19-ին։ Ֆերմի ժամանակ հենց այս մարդու տղան զոհվել է։ Բա որ կռիվ չի եղել, ինչի է զոհվել։ Իրենց որդիներին են կորցրել այս կանայք Արցախյան պատերազմում։ Համարում են, որ խաղաղության այսպիսի պայմանագիր համաձայնեցնելով ուրանում են իրենց տղաների արյունը։ Ղեկավարները ի օգուտ Ադրբեջանի են մտածում, փոխանակ հակառակը լինի, մտածեն սեփական ժողովրդի մասին, մտածում են թշնամի երկրի մասին, ուրեմն ես հանգում եմ այն եզրակացության, որ սրանք ոչ թե հայեր են, այլ հենց իրենց գենոտիպը հենց թուրքի է։ Ես համաձայն չեմ, խաղաղություն չի լինել, ես չեմ հավատում։ Չգիտեմ։ Թող գերիներին հետ բերեն, հետո նոր խաղաղության պայմանագիր կնքեն, ասում են մարդիկ։ Այսօր բացարձակ մարդկանց տարել են այնտեղ ինչ պատիժներ են տարի, չգիտես, իսկ տանջակներ ու կոնկրետ բան լուծում չկա այդ հարցին։ Նրանց հետ ինչ խաղաղություն կամ եսի ինչ բարեկամություն, հարևանություն։ Անպայման պիտի գերիներին հետ բերին, հետո խաղաղություն կնքին։ Արցախն էլ հետը միասին։ Բայց այտենց աբսուրդ որտե եք դուք լսել, որ խաղաղության պայմանագիրը ստորագրեն, հետո մյուս հարցերը։ Այտենց հիմարություն որտե եք լսել։ Հայլուրի հարցախույզին մասնակցած 7 տասնյակ քաղաքացիներից երկուսն են դրական համարում այս իրավիճակում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը։ Դա լավ են անում։ Սուտ է այդ ամեն ինչը, դրա համար են Բայց ուզում են արդեն պատրաստվել։ Դե թող ուզեն ավելի լավ։ Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Առաքել Օհանյան և Նորայր Հակոբյան, Հայլուրի համար։